Պարոն Ալեքսանյան, ընտրությունների հետ կապված երեկվանից մի շարք ուժեր հայտարարում են, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը մեղմ ասած կեղծված է, որոնք Հետո ուրախ եք, թե ուրախացրեց ծիծաղեցրեց։ Որտեղ է։ Օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության որ քպեից 600 տեսել եմ, այո։ Ես քպեից չեմ խոսում, ես դիմադիրներից եմ խոսում, քպեից դուք կասեք, ինչ է տեղի ունեցել, ինչու է ըստ էության, եթե այդ ձայները հաշվվային, Բարգավաճ Հայաստանն առնվազն անցողիկ շեմը հաղթահարած կլիներ։ Հարգելի գործընկերներ, երեք իմ էջում ես մասնավորապես հենց տեսել եմ, որ այդպես հրապարակում է եղել, մենք էլ ենք նայել, դրիվ ակնհայտ բան է տեղի ունեցել։ Թվերը անցկացնելիս ակնհայտորեն մի տող բաց են թողել երկու տեղամասում, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանից, եթե չեմ սխալվում, իրանց հաջորդով էր 8-րդ համարի ձայները գրվել է 7-րդի դիմաց, 9-րդինը 8-րդի դիմաց, 17-րդինը 16-ի դիմաց, 16-ինը 10-ին։ Սենց էս տող են բաց թողել, որ հասկանաք այդ է եղել այդ տեղամասերում մենակ քպեից 650 ձեն պակաս է անցկացվել համակարգ, էլի, որ իրար ճիշտ հասկանանք ժողովուրդը։ Խնդիրներ կան, խախտումներ կան։ Չէ, հարգելի գործընկերներ, եթե մեզ մեղադրում եք նրա մեջ, որ մենք որպես ստոր եւ դավադիր եւ ընտրակեղծար իշխանություն քպեից 650 ձեն ենք գողացել կտերեկից, բայց դա աբսուրդ է։ Լրիվ ակնհայտ է, որ մեր ընտրական համակարգը, քանի որ ինքը աշխատում է ձեռքով ու մեխանիկական գործողություններով, այսինքն թիվը բերում են, օպերատորը ձեռքով համակարգչի վրա անցակացնում, հայն զերծ չի սխալներից, օրինակ նույն ԲՀԿ-ի հետ կապված 22-18 տեղամասում, ըստ արձանագրության հավաքել է 7 ձայն ԲՀԿ-ն, համակարգում անցակացվել 22 ձայն, բա այդ քիչ է։ Դա մեկ ընտրատեղամասում, իսկ մյուս ընտրատեղամասերում եւ բացահայտ իրենք ասում են, որ իրենց ձայները կորել այն ժամանակ, երբ Փաշինյանը հասկացել է, որ ինքը 3/5 չունի։ Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 20:01 այն մտքի տիտանը Կալուգայից ժամանած Հայաստան իր Զարմիկի հետ մտել էր լայվ ու հայտարարել էր, որ Փաշինյանը պարտվում է։ Խնդրում եմ, էլի, այդ ինչ որ ասում եք, այդ ինչ որ բանի մեջ ասեք։ Բանալիցան չեք ուզում 3/5 որպեսի ունենաք եւ այս դեպքում սա է պատճառը, իրենք կարծում են, որ իրենց ձայները կորել են։ Հարգելի գործընկերներ, մենք ասահմանափակ այդ փողի մեշոքով Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիներին արտերկրից բռնաճնշումներով Հայաստան ուղարկող ամբողջ Հայաստանը ընտրակաշառքի մեջ թաթախած այդ օլիգարխիկ ուժերին ջախջախել են, գցել են գետնին եւ նրանց վրայով քայլել են քաղաքական իմաստով։ Պարոն Ալեքսանյան, մամուլը գրված է, որ դուք ասում եք գործարք եք առաջարկել, որպեսզի եթե նույնիսկ միակ գործարքը, որ առաջարկում ենք ԲՀԿ-ին ու հիմա էլ առաջարկում եմ, դա այնա, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնեն ժողովրդին։ Ասում են դուք առաջարկել եք, եթե խորհրդարան անցնեն ձեզ համար երկու։ Մամուլն այսօր հրապարակվել է։ Որ մամուլն է տես բան։ Հրապարակում է հրապարակ։ Հարգելի գործընկերներ։ Եթե չէ, նա մերժել ասում են ձեր գործարքի առաջարկը։ Դրա համար դուք դուրս եք թողել խորհրդարանից նրան։ Դա ձեր ասածը կարա չէ ինչ որ տրամաբանություններ։ Ես հասկանում եմ, որ իհարկե որ մեր ընդդիմադիր մամուլի մասնավորապես լեզվի տակ ոսկոր չկա ու ես օրական ինչ որ հոդվածներ եմ կարդում, որ ինձ թվում է, չգիտեմ, սա գրող մարդուն պետքա շատ շտապ ինչ որ հետազոտության ուղարկել, մասնավորապես, չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետքա չափ ունենա։ Հիմա տեղեկություն կա տածված։ Որտեղ ԲՀԿ-ն եթե անցնի, դուք Խնդիր, ոնց պարզ մեծամասնություն։ Այսինքն 61 ձայներ։ Ժողովուրդ ջան, եթե դեպքում դուք դառնալու եք ավելի շատ ձայներ եք ունենա, 64 եւ ավելի։ Հա, որ Քոչարյանը չանցնի, էլ ավելի շատ ձայներ ենք ունենալու։ Որ ուժեղ Հայաստանը չանցնի, вообще շատ ձայներ ենք ունենալու, բայց այդ ինչ կապ ունի։ Չէ, կապ ունի այնքանով, որ դուք խնդիր եք ունենալու։ Ինչ խնդիր ենք ունենալու։ Գլխավոր դատախազնման Հայաստանում ընտրության դեպքում։ Հայաստանում խնդիր ունենալու են մենակ օլիգարխները եւ նրանց ընտրատասովշիկները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու։ Իրանք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ թե ինչ ալու։ Չէ, բայց սահմանադրական մեծամասնություն չունենալը խնդիր է։ Մենք անցած գումարում էլ սահմանադրական մեծամասնություն, այս գործող գումարման մեջ մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ այդ ընդդիմադիր թեզը, թե իբր ԿՊ-ում sense բանա, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, հիմա էլ չունենք։ Բայց դա նաև նրա համար է խնդիր, որ դուք սահմանադրական հարակվեի հարց չեք Հարգելի գործընկերներ, սահմանադրական հանրաքվեի մասին կխոսենք, երբ որ դրա մասին խոսելու ժամանակը գա։
Բայց ես խնդրում եմ, այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը մի փորձեք դες նվաստացնել։ Պարոն Ալեքսանդր, երբ որ դուք խոսում եք, հա, այդ մասի ստացվում է, որ նաև ընտրատասովշի, այդպես ասում եք, հա, օլիգարխներ, ստացվում է, որ վիրավորում եք նաև այն անձած, այն քաղաքացիներին, ովքեր ունեն ընդդիմադիր հասնելն են ու այլ Բնավ, այն քաղաքացին, որ գնացել է ընտրատեղամաս իր ազատ կամքով, քվեարկել է թեկուս ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ ու դա կներեք ինձ, բայց մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով։ Կամ նույնիսկ ըստ ցանկության, կարող ըստ տրամադրության է քվեարկի, առավոտ վերակացել, տենց է ուզել, տենց է քվեարկել։ Ձախ որ չէ, բոլորի վրա, այն տոկոսի վրա, ընդդիմադիրներին են։ Բնավ, կներեք, մեր բոլոր հարցումներով եւ միջազգային վստահելի հարցումներով, այո, օրինակ ուժեղ Հայաստանը ուներ 12% աջակցություն։ Ակնհայտ է, որ 12% մարդ այ հարցումներ, օրինակ Հայաստանի ամենավստահելի Հայաստանում անցկացված ամենավստահելի հարցումներ։ Համաձայն միայն դուք եք ասում։ Չէ, Ժորժ ջան, դա ակնհայտ է, որ միայն մենք չէինք ասում, եթե նրանք 12% ունեին։ Հետընտրական զարգացումների ականատես կլինենք, պարոն Ալեքսանդր։ Ինչ ասել եմ, ինչ զարգացումների ենք ականատես լինելու։ Դեռ մեր ընտրության օրը ասուլիսի ժամանակ ես ասել եմ, որ ես կարծում եմ, իմ կարծիքն է ու իմ վերլուծությունն է, որ ուժեղ Հայաստանը պիտի դիմի սահմանադրական դատարան, Արամ Վարդևանյանը ինքը պիտի գրի այդ դիմումը ու իմ կարծիքով այնտեղ պետք է նշի հետևյալը։ Քանի որ ԿՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ԿՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզ կրծքանշանով, իրենց տասովշիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է ընտրատեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը եւ նա չի քվեարկել ըստ տասովշիկի տված ցուցման։ Իմ կարծիքով դա է լինելու իրանց սահմանադրական դատարան տված դիմումի բովանդակություն։ Տեսեք, հիմա որ դուք բնութագրումներ եք տալիս, փող վերցրած եւ այլն, դուք ունեք փաստեր։ Դուք չունեք փաստեր։ Ամբողջ Հայաստանը այս մի ամիսը ասեք, ով ասում եք փող վերցրել եկել ընտրատեղամաս։ Ժորժ ջան, ասենք ինձ թվում է հակակոռուպցիոնի ձայնագրությունները արդեն վաղուց ժամանակն է, որ Spotify-ում ու Apple Music-ում լինի, որ մարդիկ լսեն։ Ձայնագրությունները, պարոն Ալեքսանդր։ Ով է ասում։ Ձեր ընդդիմախոսներն դա ներկա։ Լավ, հիմա մեր քաղաքացիներն էլ լուսնից են իջել։ Հա, այսինքն ինչքան կարելի է, ինչքան կա որ ԿՊ-ն քեշով փող բաժանում։ Ինչքան կարելի է, հա, տենց բան ասել։ Եթե տենց բան ասելու պնդում արել ուղիղ, ես կարծում եմ իրան պետքա դատի տանք դրա համար ԿՊ-ի Հա, դե կասկածում եմ։ Տեսակ շատ զգույշ է ասել, որ չկարողանանք դատի տանք, Իշխան Սաղաթելյանը դասական ստախոս է, եթե տենց բան ասած լիներ։ Պարոն Ալեքսանդր, բայց դուք վկայակոչում եք ձայնագրություններ, որևէ դատական որոշում չկա, վճիռ չկա, դրանք ընդհանրապես ձայնագրություններ, որը որևէ ձևով չի փաստարկվում իրավական ճանապարհով։ Ոնց չի Դե փաստարկվում։ չկա որևէ վճիռ, դատական վճիռ չկա, որոշում չկա այդ առումով, ոնց է պնդում, որ Հարգելի Ռուզաննա, երբ որ դուք հիմա ձեր տեսախցիկով նկարեք, թե ոնց է ինչ որ մեկը սպանում ինչ որ մեկին ատրճանակով, այսպես գլխից կրակում, դուք դա նկարեք, այդ վիդեոն ունենաք, ձեր աչքով տեսածելն եք, գործը բնականաբար գնալու է դատարան։ Ու ենթադրում առնվազն 5-6 ամիս այդ դատը գնալու է։ Ու արդյոք դուք 5-6 ամիս պնդելու եք, որ չկա վճիռ, չեք կարող ասել, որ այս մարդը Բայց դրանք տարբեր են, Ոնց են տարբեր։ Ոնց են տարբեր։ Օրինակ Դավիթ Ղազինյանը պնդում էր, որ ընդհանրապես հավաքարարի ասած խոսքի ման վրա իրեն մեղադրում են, այն դեպքում որ եթե բան ունեին մեղադրելու Սիրելի ձայնագրություն Ռուզաննա, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք, եթե դուք ձեր տեսախցիկով նկարեք, թե ինչպես է Պողոսը սպանում Պետրոսին։ Ես կարող եմ նկարել եւ տանել մոնտաժել, այնպես որ պարոն Ալեքսանդր, ստացվի դուք եք Շատ լավ, եւ այնուամ AI են կիրառում, AI կիրառողները մենք գիտենք ովքեր են, ու ես կարծում եմ, որ իդեպ շատ կարևոր բան է, ես կարծում եմ ուժեղ Հայաստանի հիմնական թերացումներից մեկը եղավ են, որ իրանք AI-ից հրաժարվեցին։ Ճիշտ է, ծիծաղում էինք, որ AI-ով են անում, բայց հավատացնում եմ, նույնիսկ այդ ծիծաղելի AI-ը շատ ավելի լավն էր, քան բնական Սամվել Կարապետյանը։ Որ վերել են 8-ից հետո ընտրատեղամասը, նորմալ է ձեզ համար կամ որ 8-ից հետո չեն վերել, որքան ես գիտեմ 8-ում եւ որքան ես գիտեմ 8-ին են տեղամասում եղել, ու ես նախ ուզում եմ հասկանամ, թե այդ ինչ վերաբերմունք է մեր զինվորների նկատմամբ, այդ ինչ խոսույթ հանդիմության
կողմից կիրառվում, այդ այսքան սահմանում կանգնելուց այո կեց է մեր զինվորը, բայց քաղաքացիական պարտքը կատարելուց քվեարկությանը մասնակցելուց այդ մեր զինվորը բանը։ Չէ, ասում Չէ, եմ, Ժողովուրդ ջան, կարգի պետք է խախտման քվեարկություն իրականացնել։ Ժողովուրդ ջան, ես որ նայում եի այդ ընտրատեղամասի բանը, թե Արամ Վարդևանյանը, թե Գարմելյանը հերթով բաներ էին, վիդեոներ էին անում, որ եթե 8-ին տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ ասելու, որ դուրս եկեք, կմնաք ու կքվեարկեք, բայց այս բանը ասած զինվորները փաստորեն այդ վերաբերվում էր բոլորին բացի զինվորներից։ Չէ, 8-ին Ժողովուրդ ջան, գտնվելուց նախ դա սխալ է, ես ու երկրորդը զինվորները, հարգելի գործընկերներ, գիտեք որ Պերեսմենկով են գալու քվեարկության։ Դիրքերի զինվորները սպասում են, մինչև զորամասի զինվորները քվեարկում են, հետո Պերեսմենկա է տեղի ունենում, հերթափոխ է տեղի ունենում։ Զորամասի արդեն քվեարկածները գնում են դիրքեր, այնտեղին իջնում են, հիմա այդտեղ լոգիստիկ հազարումի հարց կա, էլի։ Այդ բան եք սարքել մեր զինվորների քվեարկությունը, հազար ներողություն, խնդրում եմ ես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներից ու պահանջում եմ, որ մեր զինվորների մասին խոսելիս խոսեն շատ զգույշ եւ խոսեն շատ հարգանքով։ Տեսանյութեր կային, որ անձինք, որոնք ԿՊ-ի կողմից էին, ուղղորդում էին քաղաքացիներին, որպեսզի հենց ձեզ ընտրեն։ Այդ ինչ տեսագրություն։ Ես տենց հազարատեսագրություն, չէ, ես տեսել եմ տեսագրություններ, որ իրանց հայտնի տասովշիկները այտենց գործողություններ փորձում էին անել, այտենց գործողություններ տեսել եմ։ Հիմա փաստորեն ընտրությունների մասնակից ուժերի մի մասը ամեն դեպքում չի ընդունում արդյունքները ու անգամ վիճարկում է Դարձած տարիել Քոչյանը, անցած ընտրություններին է Քոչյանը վիճարկեց։ Թե չէ, այսինքն չեն ցանկանում գալ ազգային ժողով, ինչպես ասում են, դիմադիր աշխատեն։ Անցած անգամ էլի Քոչյանը վիճարկեց, էլի եմ ասում, եթե վիճարկելու են, իրանց կողմից մեջբերված ամենամեծ փաստարկը լինելու է ԿՊ-ի վստահված անձի կողմից ընտրատեղամասում ԿՊ-ի քարտեզ կրծքանշանը կրելը։ Դեր արդյունքներ չհրապարակված, Նիկոլ Փաշինյանն ասում է մենք խախտել։ Բայ ինքան շնորհակալ եմ, որ այս հարցը տվեցիք։ Ուրեմն տեսեք ինչա տեղի ունենում։ Ընտրության օրը 20:01, երբ որ ոչ մի քվեատուփ դեռ բացված չէր։ Սամվել Կարապետյանը եւ իր զարմիկը Նարեկ Կարապետյանը լայվ են մտնում, ասում են Փաշինյանը պարտվում է։ Դրանից 6 ժամ 30 րոպե հետո, ժամը 2:30, երբ որ հազարավոր ընտրատեղամասերի տվյալները արդեն կար, արդեն հստակ է, Փաշինյանը հայտարարում է, որ հաղթում է։ Հիմա հասկանու եք աբսուրդի, բայց մարդիկ ասում են, դու հայտարարել ես, որ դու հաղթում ես։ Ժողովուրդ ջան, 20:01 իրանք հայտարարել են, թե մենք պարտվում ենք։ Իրան է, որ իրենք ասում են իշխանություն են, ու իրենք լծակներն են, ու սրանով հստակ հին ցույց են տալի միշտեր իրենց։ Չէ, այսինքն մի վարքյան, սա ուրեմն հաղորդում է հանցագործության մասին, բայց իրանց նկատմամբ։ Այսինքն իրանք երբ որ 20:01 հայտարարում էին, որ Փաշինյանը պարտվում է, փորձում էին հին ցուցում տալ։ Այ ասում են իշխանություն իրենք լծակներն են ու կը։ Չէ, ժողովուրդ ջան, դա աբսուրդ է։ Հասկանում եք դուք ինչ եք ասում, այսինքն իրանց կարելի է 20:01 ասել, որ Փաշինյանը պարտվում է, երբ որ մի քվեատուփ դեռ բացված չի, բայց գիշերը 2:30 դրանից 6.5 ժամ հետո, երբ որ տեղամասերի մեծ մասի տվյալները արդեն կան, չի կարելի հայտարարել, որ հաղթում եք։ 6%-ային բանով ԿՊ-ի ձայները նվազել են նախորդ ընտրությունների հետ կապված տոկոսային։ Հարգելի գործընկերներ, մենք նախորդ ընտրություններին ստացել ենք 680,000 ձայն։ Ես տոկոս։ Այս ընտրություններին ես հասկանում եմ, որ դուք ձեզ ոնց հարմար է, տենց է կշրջեք, բայց ես է կշրջեմ այնց ոնց որ տոկոսը փաստացի 680,000 քվեն ԿՊ-ի դարձել է 727,000 քվե։ Դրանով է պայմանավորված։ Պարոն Ալեքսանյան, լավ տեսեք, այսինքն ժողովուրդ ջան 680,000 քվեի փոխարեն նախորդ անգամվա մենք ստացել ենք 727,000 քվե։ Շատ հետաքրքիր արձանագրումներ էլ անեմ հատուկ ձեր համար։ Երևանի բոլոր վարչական շրջաններում ԿՊ-ն առաջատար է։ Բոլոր վարչական շրջաններում ԿՊ-ն առաջատար է։ Չկա մի շրջան, որտեղ մեզնից շատ հավաքած ուժ կա։ Անցած անգամ 2 վարչական շրջան կար, որ այդպես է։ Բայց կիրանցում էին բարձրաձայնում, որ ըստ էության այդքան մարդ չկա գրանցված ապրող, բայց Ով է բարձրաձայնում, ինչ եք խոսում։ Շուտ լավ էլի խնդրում եմ։ Պարոն Ալեքսանյան, Բայց մի վարքան Գյումրիում ԿՊ-ն ստացել է 50%-ից ավել ձայն, 27000 քվե եւ 50%-ից ավել ձայն։ Սա ի պատասխան բոլոր են եռագլխիկների, որոնք պնդում էին, թե պետք է Հայաստանում Գյումրի 2 անել։ Գյումրեցին ցույց տվեց, որ ինքը Գյումրի 1 է անում, ու ես կարծում եմ, որ Գյումրիի այդ քվե կորզելու, քաղաքացիներին խաբելու, քաղաքացիներից խաբեությամբ քվե կորզելու պատասխանն էր սա Գյումրիի ԿՊ-ի 50+%-ը, 27000 քվեն, դա դրա հստակ
արձագանքն է գյումրեցիների ու ես մեր գյումրեցիներին հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ քվեի համար ու այդ վստահության համար։ Մասիսում էլ եք առավելագույն ձայներ հավաքել, ոնց հասկացա, հենց քաղաքում նկատի ունի։ Այո, եթե չեմ սխալվում, այո։ Եթե դիտարկենք մի սցենար, ընդդիմությունը չի վերցնում մանդատները, դուք խորհրդանում մնում եք միայնակ, ճգնաժամ չի առաջանում։ Ոնց եք աշխատում։ Եթե այդ սցենարը լինի։ Շուտ ջան, այս ընդդիմությունը կոնկրետ եղած յա չեղած։ Ինչու՞ նոր ընդդիմություն։ Դե լավ, դե էլի շուտ ջան։ Նոր ընդդիմություն է ձեզ, թարմ ընդդիմություն։ Դե թող գան, եթե գան, շատ լավ կլինի փոքրիկ խմբակով, եթե գան մտնեն ազգային ժողով, շատ հետաքրքիր կլինի։ Իդեպ են հաշվարկել չեն անում, են որ ասում են մնաց 1 օր, 7 օր, 8 օր, բան չեն ասում, անցավ 1 օր, անցավ 2 օր։ Պարոն Ալեքսանյան, Բախի չեն ասում։ Պարոն Ալեքսանյան, այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը միանձնա կարող է կառավարություն ձևավորել, կառավարության ձևավորման փուլում փոփոխություններ նախատեսվում են կատարային իրականացնել Այդ հարցը ինձ չի չեք քննարկվել։ Չէ, նմանատիպ դե չէ, նմանատիպ քննարկում դեռ չենք ունեցել։ Ավելի շատ քննարկում ազգային ժողովի նախագահի փոփոխությունն։ Նման հարց չի քննարկվել, հարգելի գործընկերներ, այդ հարցերը երբ որ կքննարկվեն, ձեզ դրա մասին մամուլին անպայման տեղյակ կպահենք բնականաբար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։